Տիկին Հարությունյան, շնորհակալ եմ ելույթի համար, զեկույցի համար, դուք եւ սկզբում ձեր ելույթի եւ վերջում հատուկ ուշադրություն դարձրեցիք դատարանների անկախությանը եւ ասացիք, որ ջանքեր կգործադրեք դրանք ավելացնելու ուղղությամբ։ Հիմա հարցս երևի դրան է վերաբերում, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։ Տեսեք, ուրեմն, երբ որ մենք նայում ենք միջդատական գործերի, այսինքն կալանավորումների կամ միջնորդությունների հաստատման վիճակագրությունը, մենք 2024 թվականին ունենք 88% ամբողջական կամ մասնակի հաստատում ի հակադրություն օրինակ անցյալ տարվա 76%-ի, նախ անցյալ տարվա 75%-ի, 21 թվականի 77%-ի եւ այլն, այսինքն մոտավորապես 90% հաստատում ունենք եւ եթե այս տենդենսը շարունակվի, կարող է գա մի օր, որ միջնորդությունները 100%-ով կհաստատվեն։ Հիմա արդյոք սա չի նշանակում, որ դատական համակարգը դառնում է ավելի քիչ անկախ։ Թե սա այլ բան է նշանակում, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։ Իդեպ մոտավորապես նույն վիճակագրությունը նաև տնային կալանքների միջնորդությունների դեպքում 23 թվականին եղել է 76% բավարարումները եւ 24 թվականին 88% կրկին բավարարումները, որտեղ տարատեսակ մեկնաբանություններ կան ընդհանուր միջև որ սա վկայում է, որ միայն հիմնավոր գործերն են գնում դատարան եւ հետեւաբար դատարանները թիվը ավելացնում են, այսինքն միջնորդությունների տոկոսը, հաստատման տոկոսը ավելանում է, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, որտեղ դատական անկախ համակարգը ոչ միայն այնպես պարզապես արդարադատության կարևորագույն կոմպոնենտներից, այլ նաև ընդհանուր մինչև երկրի տնտեսական զարգացման կարևորագույն կոմպոնենտներից, որտեղ ներդրողները, եթե չիմանան, որ կա անկախ դատական համակարգ, ներդրում չեն անի մեր երկրում։ Համեցեք։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Թորոսյան։ Իրականում շատ կուզեի ձեր բարձրաձայնած թվերից հետևության հանգել, որ գուցե եւ արդարադատության համակարգի մյուս մարմինների, քանի որ համակարգը միայն դատարանները չեն, այլ նաեւ քննչական մարմիններն են, ոստիկանությունն է եւ մնացած այն մարմինները, ովքեր իրավասություն ունեն որոշակիորեն գործունեություն իրականացնելու ոլորտում, այս առընչությամբ ներկայացված միջնորդությունների որակի բարձրացման գուցե հետ նաեւ առնչություն ունենա, բայց միանշանակ իհարկե անհրաժեշտություն կա հասկանալու արդյոք դա անկախության հետ որևէ առնչություն ունեցող թվային ցուցանիշ է, թե իսկապես որակական առումով այնքան են բարձրացել միջնորդությունների, այսպես ասած, խնդիրներ այլևս գոյություն չունեն, որ դրանք բավարարման են ենթակալին։ Հնարավոր չի լինի այս պահին ասել, որ ես միանշանակ գտնում եմ, որ թվային նման ցուցանիշները խոսում են այն մասին, որ դատարանը անկախ չէ, բայց այն, որ մենք, ինչպես իմ խոսքում նշեցի, հստակ մոնիտորինգ իրականացնելու եւ անկախ մոնիտորինգ իրականացնելու անհրաժեշտությունն ունենք, ճիշտ եզրահանգումների հանգելու եւ ճիշտ որոշումներ ապագայում կայացնելու համար, դրանում իսկապես կասկած չունեմ։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Հարությունյան, հուսով եմ ընտրվելու դեպքում ԲԴԽ-ում, եթե կա նման գործիք, այդ գործիքները կկիրառեք եւ նաեւ հրապարակային անդրադարձ կլինի դրան, որովհետեւ ես սրա մասին անցյալ տարվանից խոսում եմ ու խոսելու եմ այնքան, քանի դեռ ողջամիտ պատասխան չեմ ստացել սրան, եւ սա միայն տոկոսի վերաբերյալ չի, նաեւ բացարձակ թվերի մասով իհարկե աճ կա, որը բարեբախտաբար այս քառօրյայի ընթացքում դեռ առիթներ կունենանք անդրադառնալու թե դատախազության հաղորդման ժամանակ, թե ձեր մյուս գործընկերների ընտրության ժամանակ, այնուամենայնիվ կարծում եմ, որ շատ կարևոր ցուցանիշ է, նորից եմ կրկնում, որտեղ եթե մի օր պարզվի, որ այս թիվը ձգտում է 100%-ի, դատարանների իմաստը այս process-ում պարզապես վերանում է։ Շնորհակալություն։ Կարող եմ արձագանքել։ Իհարկե։ Համաձայն եմ ձեզ հետ, պարոն Թորոսյան, համաձայն եմ, որ չի կարող դառնալ 100%, որովհետև դա կնշանակի, որ դատարաններն անկախ չեն։ Ես դες հետ համաձայն եմ։